ընտրության արդյունքների վերաբերյալ ձեր կարծիքը սպասելի էր նմանօրինակ արդյունք։ Մենք հենց սկզբից կոչ ենք արել, որ Գյումրիի քաղաքացիները քվեարկեն հանուն քաղաքացիական պայմանագրի իշխանազրկման և շնորհակալ ենք գյումրեցիներին, որ իրենց քվեով իրենք հաստատեցին, որ եկել է պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին։ Հաստանում գյումրեցին իր քվեն տվել է, հայտնի է, ինչպես դուք ասացիք իշխանազրկման իմաստով, նա գնդակը ձեր դաշտում է, այսպես ասած 4 ընդդիմադիր ուժերի, քանի որ միայն քաղաքացիական պայմանագիրն է ներառված Շեմը հաղթահարի 34%-ային հավաք է։ Ինչ քննարկումներ են եղել գիշերվանից մինչև այս պահը, ինչ։ Մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք Հայաստան դաշինքի առաջնորդների նմանիգը առաջինն է եղել, որ հայտարարել ենք, որ մեր համար ամենակարևորը քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու, պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չի, մենք չենք եկել այս ընտրություններին մասնակցելու, որ մանդատ ստանալով փորձենք սակարկել որևիցե քաղաքական ուժի հետ, մեր միակ խնդիրը իշխանազրկելն է քաղաքացիական պայմանագրին, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա։ Որևիցե մի պարագայում գյումրեցին չի տեսնելու, որ իր քվեն որևիցե մեկին է տվեցվել, ամեն ինչ անելու ենք, որ մեր մանդատները օգտագործենք Գյումրի քաղաքի զարգացման համար, ամեն ինչ անելու ենք, որ քաղաքացիները իրենց հարցերի լուծումը չստանալով կարողանան մեզ վստահված մանդատները օգտագործել, որ իրենց հանդեպ որևիցե աբորյունություն տեղի չունենա և յուրաքանչյուր քաղաքացի, գյումրեցի հասկանա, որ իր քվեն իզուր չի տվել մեր թիմի օգտին։ Ընդդիմադիրների դիրքորոշումը դեռևս հստակ է, բացի Մարտուն Գրիգորյանից մինչև պահը հայտնի չէ և նա չի ասել, թե ինչպես է վարվելու, հետ է կոալիցիա կազմելու, համագործակցելու։ Եթե այնպես ստացվի, նաև հայտնի է նրա և Վարդան Ղուկասյանի միջև տարաձայնությունները, եթե այնպես ստացվի, որ նրանք միանան ԿՊ-ին, այսինքն Մարտուն Գրիգորյան, ինչ եք անելու, կամ դուք անձնապես խոսել եք Մարտուն Գրիգորյանի հետ։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ունենք, քանի չենք լսել իրենց մոտեցումը, ու կարծիքով լինի հայտարարություն, դրանից հետո մենք փորձենք արձագանքել։ Խոսել եք իր հետ։ Ընթացքում թե Ընտրությունից հետո այսօր։ Ես միջնորդավորված եմ խոսել և չունեմ հստակ չունեմ ես ինֆորմացիա և սպասում ենք հայտարարությունը։ Զանգում եք չի պատասխանում։ Մանր դետալների մեջ ինչ ենք մտնում, զանգում չի պատասխանում, 4-րդ զանգից դեռ պատասխանեց, 6-րդին կախեց ասաց հետ կզանգեմ, իմաց չեմ տեսնում ասել խոսել, որտեղ դա գործինակի չի տալիս։ Կներեք, պարոն Սիմոնյան, գործընկերոջ չես հարցը շարունակելով, այսինքն ունեք սցենարներ, եթե օրինակ այլ տարբերակ լինի և ընդդիմությունը չկարողանա միասնական լինել 4 ուժով, այսինքն կա սցենար B, ինչ անեն 3 ընդդիմադիր ուժով։ Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Եվ միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել, և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը տնել, այսպես ասած, ձերի վրա։ Եթե չի ստացվելու այսպես ասած միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն
Եվ մեկ նպատակ է հետապնդելու, որ իշխանազրկեն քաղաքացիական պայմանագրերը։ Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակրի, պաշտոնների պաշտոն չենք անդրադառնում։ Եթե առաջարկվի էր մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոններ, մենք հրաժարվելու ենք։ Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը։ Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա իշխանություն քննի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից, եւ այսպես ասած, իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել եւ բաց դառնա ի վերջո իրենք հասնելու։ Հիմա որոշ տեղեկություններ են շրջանառվում, որ ընդդիմադիր տեխնացուների ցուցակներում կան, այսպես ասած, թաքնված տվյալ ԿՊԱ-կանները եւ հնարավոր է նրանք օգնեն Սարիկ Մինասյանին քաղաքապետ դառնալ։ Ձեր ցուցակի, ձեր ավականների վրա դուք վստահ եք այս Մեզ չի վերաբերվում, իհարկե վստահ ենք, մենք եթե վստահ չլինենք, չենք դրել այս պայքարի մեջ, մեր թիմը շատ լավն է, մեր երիտասարդները հիանալի են, անգամ բռնաճնշումների օրենքն կազմակերպեցին եւ փողոցային պայքարի միջոցով ցույց տվեցին, որ իրենք կարող են կոտրվել, այլ իշխանություններին մեզ ցույց տվեցին, որ որևիցե պարագայում իրենք կոտրվողը չեն, իսկ այդպիսի թիմից ակնկալել որևիցե դավաճանական հայտ, այս դա է դավաճանական մոտեցում։ Ես օգտվելով առիթից նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր գյումրեցիներին, բոլոր ընդդիմադիր միավորներին, քվեարկված տված գյումրեցիներին, որ ինձ մեր կոչին եւ ձայնը տվեցին ընդդիմադիր ուժերին, առավելագույն ձայնը։ Շնորհակալ ենք նաև Մայր Հայաստան շարժմանը, Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Տևանյանին, որ նաև եւ խոսք է տվել եւ հայտարարել է, որ ամբողջական իշխանափոխությունից հետո Գյումրիի զարգացումը իր համար եւ Մայր Հայաստան շարժման համար լինելու է առաջի պլան։ Եվ այս ամբողջ գործընթացի ընթացքում բազմիցս մենք ապացուցեցինք գյումրեցիներին, որ մենք որևիցե ակնկալիք, կուլիսային պայմանավորվածության կողմնակից չենք եւ գնում ենք միմիայն պաշտպանելու գյումրեցիների շահերը եւ մեր մանդատները օգտագործելու այն քաղաքացիների համար, որոնց իրավունքները քաղաքապետարանում ընդհանրապես ցույց կառուցվելու եւ քաղաքում սպորտնահարվելու։ Պարոն Սիմոնյան, դուք դավաճանությունից խոսեցիք, բայց իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները ընդդիմադիր այն տեխնացուներին, ովքեր արդեն Երևանից հայտարարել են, որ ներողություն այսօր առավոտվանից իրենց ձայները տալ են ընդդիմադիր տեխնացուին, որպեսզի քաղաքի կառավարումը ստանան, ասում է նրանք ուղղակի նրանց դեռ շատերը չեն ճանաչում, կարան դիմակի տակ թաքնված գայլեր են եւ դուք միայն առաջադրվել եք քվեկ օգնելու համար։ Ո՞ր ասում են։ Երեք տեխնացուների մասնավորապես ներողություն ձեզ եւ Ռուբեն Մխիթարյանին։ Նորից եմ հայտարարում պատասխանատու ձևով, ովքեր նման բաներ են ես թույլ տվել, ովքեր նման հոլովակներ են սարքել, որ մենք քաղաքացուց դրանց ստանալու ենք եւ տալու ուրիշին, սխալվում է, իրանք նենք են, իրանց պատկերացման դրանով կարողացել են ցեղ շփոթել, բայց մեզ քվե տվողը հավատացած է, որ մենք որևիցե պարագայում չենք միանում որևիցե ուժի եւ հենց հիմա եմ ես դա հայտարարում, մենք ոչ թե միանում ենք, այլ քվեարկում ենք հանուն համախմբման եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկման։ Դրանք այլ բաներ են։ Այն ովքեր որ ասում են միանալու են, այս են անելու, իրանք հենց հիմա այս ու ետերը նայելով հասկանալու են, որ իրանք օդի մեջ հիմար կարգավիճակում են հայտնվելու։ Որովհետեւ մենք որևիցե պարագայում չենք միանալու։ Քաղաքացիները ֆիքսել են, որ այս ուժը Մայր Հայաստան դաշինքը, Գյումրու ավականու անդամները եւ ընդհանուր թիմը որովհետեւ մեկի մտքով չհասնի, որ կարողանալու է մեզ կապել այլ ուժերի հետ
փորձելով ցույց տալ, որ մենք քնեն վերցրել ենք ինչ-որ մարդու տան կամ ինչ-որ ուժի տան, միանշանակ այդպես չէ։ Պարոն Սիմոնյան, այսինքն դուք ձեր քվեները ապահովեք այսպես ասած քվեարկության ժամանակ, որ քաղաքապետը տրվի ընդդիմադիր դաշտի, բայց օրինակ ավականու նիստերի ժամանակ կարող են լինել հարցեր, այսպես է ստացվում, որ քաղաքապետը ընտրվում է, բայց այդուհանդերձ չի ապահովում ձայները նիստերի ընթացքում, օրինակ իշխանություն, քաղաքային իշխանությունը, որը կստանձնի պաշտոնը, անցկացնել այն հարցերը, որոնք կլինեն նիստերի օրակարգում։ Այս կոնտեքստում էլ է ստացվում, որ քաղաքի կառավարումը միևնույն է կոլապսի առաջ է կանգնում։ Մենք որևիցե պարագայում մեր մանդատը չենք օգտագործելու, որ քաղաքապետարանում ինչ-որ կուլիսային հարցեր լուծվեն։ Միմիայն մանդատները օգտագործելու է քաղաքի շահերից ելնելով։ Եթե լինում է հավականունիստ, որտեղ քննարկվող հարցերը բացառապես օգուտ են մեր Գյումրի քաղաքին, ուրեմն մենք կողմ կտվենք։ Եթե փոքր-ինչ վնաս տվող օրակարգ է տալիս, մենք դեմ ենք խորհրդում։ Հենց սա եմ ասում, որ որևիցե մեկի մտքով չանցնի, որ մեր ձայները տվել ենք մենք հանուն մեր նեղ շահերի։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք կարող է անցողիկ ձայները ամենաքիչն ենք հավաքել, բայց գյուղեցին տեսնելու է, որ ամենաշատ աշխատանքը հենց կատարելու է այս թիմը, որովհետև աչքերից կրակ է ցույց տալիս մեր դեպքասակը։ Մեր մասնագետները պրոֆեսիոնալ են, եւ մենք թույլ չենք տալու որևիցե ավելի քայլ մեր մանդատները օգտագործելու։ Անձամբ դուք վերցնելու եք ավականու մանդատը։ Այս պահին չունեմ չվերցնելու պատճառ, դա ցույց կտա։ Իսկ կա տեխնացու, որ դեմեք ընդդիմադիրներից է նկատում, որ չպետք է ոչ մի բան, եթե համաձայնություն լինի համաձայնում, դուք չպետք է ոչ նրանցից որևէ մեկը դառնա Նորից կանգնենք խոսակցությանը, առաջին իսկ վայրկյանից մենք հայտարարել ենք, որ ովքեր դեմ են իշխող ուժին և դեմ չեն մեր ծրագրերին և գաղափարներին, մենք մեր կողմից փորձելու ենք համախմբելու կոչ անել, որպեսզի իշխանազերծի հարկաձևը տանել։ Պարոն մի հստակեցում ասեցիք հավակնություն չունեք որևէ պաշտոնի, այսինքն ցանկություն չունեք վերցնելու, թե եթե առաջարկվեն ևս կհրաժարվեք։ Եթե առաջարկեն կհրաժարվենք, ցանկություն չունենք վերցնելու։ Մենք եկել ենք մեր ծրագրերով, որպեսզի ամբողջական քաղաքի կառավարումը ստանձնենք և իրագործենք մեր ծրագրերը։ Չի ստացվել, ուրեմն մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ կիսել պատասխանատվություն և մենք գնալու ենք մեր մանդատները օգտակար դարձնելու միմիայն կոնգրեսու շահին։